Նզովքը առաջին հերթին վերաբերում է հավատացյալի եւ եկեղեցու հարաբերություններին եւ եկեղեցին այն կիրառում կամ գործադրում է հավատացյալի կամ հավատացյալների խմբի երբեմն պատմության մեջ արձանագրվում է նաեւ ընդհանուր համայնքի նկատմամբ, եթե առկա է դավանանքից եւ կրոնական պրակտիկայից որոշակի շեղում։ Այսինքն նզովյալի դեպքում նզովքը ենթադրում է արդեն կոնկրետ գործողություններ, եկեղեցու հաղորդությունից զրկում, եկեղեցու հետ շփումներից հարաբերություններից զրկում, համայնքից հեռացում եւ նմանատիպ բաներ։ Եկեղեցին իրավունք ունի իր հավատացյալների հետ հարաբերություններում իր դավանանքից եւ կրոնական պրակտիկայից որոշումներ կայացնելու եւ դա կարող է անել նույնիսկ շքեն հոգեվորական է, եթե իհարկե մասշտաբները վերաբերում են ծխական միջավայրին։ Եթե միջեկեղեցական հարաբերություններ են կամ ավելի բարձր մակարդակի հարցեր են քննարկում, այդ դեպքում եկեղեցական ժողովն է որոշում, ժողովական որոշմամբ է հարցը լուծվում եւ արևմտյան եկեղեցու դեպքում օրինակ կաթոլիկ եկեղեցի պրակտիկա ունի, ուղղակի պապներ կարող է ինքնուրույն որոշել եւ բանադրանքի ենթարկել, ենթադրենք կոնկրետ անձի կամ համայնքի կամ եկեղեցու։ Փաստացի պատմական որևէ փաստ չունենք պաշտոնապես եկեղեցու կողմից որևէ եկեղեցական ժողովով կամ այլ ակտով իշխանության ներկայացուցիչի նկատմամբ նզովք, բայց անհատական մակարդակում դեռ 4-րդ դարից սկսած արդեն պատմության մեջ կան դրվագներ, երբ կաթոլիկոսը ենթադրենք արքայի հետ հարաբերություններում կարող է իրեն թույլ տալ արքային նզովելու, արքային թույլ չտալու, օրինակ եկեղեցի մտնել, ինչպես հուսիկ կաթոլիկոսը փորձեց անել Տիրան արքայի հետ, կամ ուղղակի որևէ իշխանավոր, որևէ այր եկեղեցական գործիչների կողմից հռչակվել է նզովյալ։ Բայց դրանք առանձին դեպքեր են, կոնկրետ օրինակներ, որոնք առանց, այսպես ասեմ, կանոնական իրավական ակտի են եղել, անհատական մակարդակում։ Բանադրանքները ինչ ազդեցություն են ունեցել պետականության կամ հասարակության վրա։ Այստեղ պիտի հասկանանք, որ բանադրանք կոչվածը կրոնական նզովքը ժամանակին բավականին ազդեցիկ է եղել եւ ըստ էության մեծ ազդեցություն է թողել հասարակական կյանքի վրա, երբ որ հասարակական գիտակցության մեջ գերակայող է եղել է կրոնական աշխարհայացքը եւ կրոնական ինստիտուտները ոչ միայն գործել են պետության հովանու ներքո, այլ ուղղակի հանդես են եկել որպես պետական ինստիտուտներ։ Այսինքն երբ որ եկեղեցին պետական էր, իսկ եկեղեցու ձեռքում գտնվում էին կոնկրետ լծակներ, որոնց միջոցով ինքը կարողանում էր նաեւ պրակտիկորեն լուծել բանադրանքի ենթարկվածների հարցերը, այս դեպքում բնականաբար ազդեցությունը շատ մեծ էր։ Եկեղեցին կարող էր ոչ միայն ուղղակի նզովյալ հռչակել որևէ մեկին, այլ դրան հաջորդում էին ենթադրենք ձերբակալությունները, աքսորները, դատապարտումները, դատավարական համակարգներ գործում, եկեղեցին հանդես էր գալիս որպես դատավոր եւ միջնադարում չմոռանանք նաեւ Եվրոպայում առանձին ինստիտուտ էր գործում, հավատաքննության ինստիտուտը, ինկվիզիցիան, որը կարողանում էր ոչ միայն նզովյալ հռչակել, նաեւ կոնկրետ պատիժներ սահմանել նզովյալների նկատմամբ։ Ում կա արդյոք բանադրանքի իրավական եւ հոգեվոր հիմք։ Դա իհարկե պիտի եկեղեցուն հարցնենք, որովհետեւ եկեղեցին ինքն է որոշում, բայց այսօր պիտի հասկանանք, որ մենք սեկուլյար հասարակության մեջ ենք ապրում, սեկուլյար պետության հետ գործ ունենք, այսինքն աշխարհիկ, եւ աշխարհիկ պետության ժողովրդավարական ինստիտուտների գործունեության պայմաններում եկեղեցու գործունեությունը խիստ սահմանափակված է միայն իր հոգեվոր ոլորտում, որպես պետությունից անկախ եւ ազատ գործող կրոնական կազմակերպություն, եւ այս դեպքում բանադրանք կոչվածը միայն բարոյական կամ կրոնական հարթության մեջ պետք է դիտարկել, որովհետեւ եկեղեցին կարող է վերջին հաշվով որևէ հավատացյալի իր համար հռչակել անցանկալի անձ նզովել եւ թույլ չտալ ենթադրենք եկեղեցի մուտք, բայց դրանից ավել եկեղեցին որևէ լծակ չունի կոնկրետ այլ պատիժներ սահմանելու կամ գործողություններ իրականացնելու։ Այսինքն ենթադրաբար, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին եկեղեցին փորձի բանադրել, դա միայն բարոյական հարթության մեջ պետք է դիտարկվի։ Որն է ձեր գնահատականը այս փուլում եկեղեցի իշխանություն հարաբերությունների ընդհանուր բնույթին։ Դժվար է իհարկե ամբողջական եւ համակարգված գնահատական տալ, որովհետեւ բազմաթիվ գործոններ եւ փաստացի բազմաթիվ երևույթներ ընդհանրական բնութագիր տալու համար բավարար չեն, դրանք, այսինքն այդ հարաբերությունները այսօր
բազմակողմ են, բազմաբնույթ են, բայց ընդհանուր առմամբ պետք է հստակ արձանագրենք, որ եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունները բարդփուլում են փոխադարձ մեղադրանքներով։ Ուղղակի պիտի արձանագրենք, որ ի տարբերություն իշխանությունների ագրեսիվ եւ երբեմն զուտ կրոնական հավատքային շրջանակներից դուրս եկող խոսույթի եւ հռետորաբանության, եկեղեցին իրեն առայժմ ավելի զուսպ է պահում։ Եկեղեցին կարողանում է չափի մեջ գնահատականներ հնչեցնել կամ դարձնել ամեն ինչպես որ 2 օր առաջ հոգևոր գերագույն ժողովի եւ եպիսկոպոսական ժողովի հայտարարությունը հնչեց, եկեղեցին առայժմ զուսպ է։ Ինչ վտանգ է պարունակում, երբ պետության առաջին դեմքը փորձի անում անձնավորել կրոնական ինստիտուտների ներկայացուցիչներին մեղադրանքներով կամ սպառնալիքներով։ Վտանգը այն է, որ այստեղ մենք տեսնում ենք հասարակական պառակտում, հասարակության մեջ հերթական սևի սպիտակների բաժանում է կարծես թե ընթանում, եւ երկրորդ մենամեծ խնդիրը թերևս այն է, որ Հայաստանում պետություն եւ իշխանություն հասկացությունները կարծես փորձում են կանացնել այն դեպքում, երբ որ պետությունը եւ իշխանությունը տարբեր հասկացություններ են, պետությունը շատ ավելի լայն է, իսկ իշխանությունը ընդամենը այսօրվա քաղաքական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարություն ձևավորող քաղաքական թիմն է կամ ուժը, որը վաղը կարող է չլինել, իսկ պետության խնդիրը այլ է, պետությունը միշտ պետք է լինի, եւ կարծում եմ, որ այստեղ ավելի գիտակցված եւ ավելի զուսպ քաղաքականություն պետք է վարվի, որպեսզի անձնական հարաբերությունները կամ քաղաքական ինչ-ինչ շահեր չվտանգեն պետության գոյությունը եւ պետության շահերը, որովհետեւ եկեղեցին փաստացի շատ ավելի երկարակյաց եւ ավելի մեծ կառույց է, քան նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը այս դեպքում։ Չմոռանանք, որ եկեղեցու հետևորդներն բոլոր հայերը ամբողջ աշխարհում, հատկապես Սփյուռքի դեպքում եկեղեցու դերը անգնահատելի է։ Եվ այս դեպքում իշխանությունները պիտի հանդես գան ոչ թե որպես ընդամենը այսօրվա իշխանություն իրենց որոշակի շահերով, այլ որպես պետություն ներկայացնող քաղաքական ուժ, որը մեծ պատասխանատվություն է կրում հենց հասարակական գործընթացների եւ հատկապես պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցում։